մեր ապագան մենք տեսնում ենք ում հետ։ Ղազախստանը այն 57 պետություններից մեկն է, որը որ իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում դատապարտեց Հայաստանին, թե ինչու չես վերադարձնում 300,000 փախստականին, ինչու չես 150 միլիարդ տուգանք վճարում Ադրբեջանին, եթե օգտագործել ես, օկուպացրել ես նրա հողերը։ Ղազախստանի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով ասեց, որ այս ինչ եք անում, կամ ինչու եք միացել, կամ որևէ ձևով դուք որևէ բան լսեցիք Հայաստանի կողմից այդ ուղղությամբ։ Որևէ իսլամական պետության հետ շփման ընթացքում, որի հետ որ այս ընթացքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկին պրետենզիա ներկայացրել է, որ բա դուք ինչի եք Հայաստանին ագրեսոր համարում։ Չեք լսել, չէ՞։ Բայց դա է, որ այդ դեպքում մենք մտածում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեզ տանում է այդ ուղղությամբ։ Այո, Ղազախստանը 5 կենտրոնական Ասիայի երկրների հետ որոշեցին 5 գումարած 1 անեն։ Մի հատ արեցին Տրամպի հետ, մի հատ արեցին Ալիևի հետ։ Եվ այդ պարագայում նրանք դերակատարությունը մեծացնում են Ադրբեջանի, որ ասում են Ադրբեջանի միջոցով մենք ստանալու ենք ճանապարհ գնալու դեպի Եվրոպա։ Իսկ այդ ընթացքում համարենք, որ Հայաստանի ճանապարհով նրանք կանցնեն։ Դրանով մենք գործընկեր չդարձանք, ուղղակի մեր ճանապարհը կօգտագործվի եւ դրա դիմաց կվճարեն։ Իսկ 42 կիլոմետրի համար վճարած գումարը այնքան մեծ գումար չի։ Իսկ այն ռազմավարական նշանակությունը, որոնից ունի քով ճանապարհը, մեզ պետք է գործընկեր սարքի։